Հարգելի բարեկամներ, Վիվարոն ուզը շարունակում է իր աշխատանքը Չեռնագորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում եւ ինչպես խոստացել էինք, հայկական համայնքը նույնպես անմասն չի մնում մեր ուշադրությունից եւ հենց այս պահին մենք կզրուցենք Չեռնոգորիայի հայկական սփյուռք կազմակերպության ղեկավար Գուրգեն Զաքոյանի հետ։ Ողջույն պարոն Զաքոյան, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Եվ առաջին հարցը, դուք քանի տարի արդեն բնակվում եք Չեռնոգորիայում եւ ինչպես ստացվեց, որ հիմնադրեցիք հայկական սփյուռք կազմակերպությունը։ Բարև ձեզ, ապրում եմ մոտավորապես 6 տարի Չեռնոգորիայում, երբ որ ընկերոջս հետ եկանք Ամրան Պետրոսյանի հետ, մտածում էինք, որ պետք է համախմբվել հայերին եւ որոշեցինք բացենք հայկական համայնքը Չեռնոգորիայում, բացելուց հետո չենք բացել ուղղակի թղթի վրա, իրոք շատ մեծ գործեր է արվել, որովհետեւ մինչեւ մեր գալը ստեղ Չեռնոգորիայի ժողովրդի համար բոլոր սովետական միության երկրների ժողովուրդները դա ռուս էին ու մինչև հիմա բոլորին ասում են ռուս, բացի հայերից։ Հայերին սկսել են տարբերել, հարյուրամյակն են կարել նշել Եղեռնու, շատ ուրիշ միջոցառումներ են կարել եւ դրա շնորհիվ շատ կարճ ժամանակում հայերին ճանաչեցին Չեռնոգորիայում։ Եվ ըստ ձեր տեղեկությունների Չեռնոգորիայում ինչքան հայ է բնակվում եւ տարեց տարի այդ ցուցանիշը նվազում է թե բարելավում է այստեղ գտնվող հայերի։ Այսօրվա օրով ապրում է մոտավորապես 30 ընտանիք ու 100 հոգի մարդ։ Շատանում են ավելի շատ Ուկրաինայից ու Ռուսաստանից գալացող հայերի հաշվին, ոչ թե Հայաստանից։ Դուք նշեցիք ձեռնարկված միջոցառումների մասին, կխնդրեի մի փոքր ավելի մանրամասն պատմեք, ինչ միջոցառումներ են անցկացվում հայ համայնքի հետ եւ ինչպիսի արձագանք է գտնում դա տեղացիների շրջանում։ Դե 6 տարի անընդմեջ ապրիլի 24-ին նշում ենք Եղեռնը, նշում ենք անկախության օրը Հայաստանի։ Ու եթե առաջի տարին մի քանի հոգի են ապրիլի 24-ին եկել, վերջի 2-3 տարին դա 400-500 հոգի մարդ են, դա շատ են ու ասենք թե 100 հոգի հայ, 100 էլ չի լինի, ավելի քիչ են գալի, մնացածը դա տեղի ժողովուրդն է, ռուսներ են, հրեաներ են, ուկրաինացիներ են, բոլորը գալիս են, բոլորը օգնում են այդ օրը, ինչով կարող են։ Չեռնոգորիայի միտրապոլիտը, սերբական եկեղեցու միտրապոլիտը Ամֆիլոխին շատ է օգնում համայնքին եւ հարյուրամյակից հետո նա մեզ առաջարկեց որևէ մի եկեղեցի տալ հայ համայնքի համար եւ դա արդեն արվում է մեր դեսպանը Համլետ Գասպարյանը եւ եպիսկոպոսը Տեր Տաթևը Հակոբյանը նրանց ոնց են ասում միջնորդությամբ, աջակցությամբ այդ գործը արդեն ավարտի է հասնում, եկեղեցին արդեն կա, եկեղեցին արդեն մեկ հարսանիք է եղել եկեղեցում, Տեր Տաթևը եկել հարսանիք է արել եւ ինձ թվում է մինչեւ սեպտեմբեր ամիսը բոլոր թղթային հարցերը կլուծվեն, որ եկեղեցին արդեն լինի համայնքին։ Եվ սահուն անցում կատարենք դեպի ֆուտբոլը, առջևում Չեռնոգորիա-Հայաստան ընտրական հանդիպումն է, ձեզ մոտ հակասական զգացողություններ չեն առաջանում, երբ մրցում են այդ երկու երկրների հավաքականները։ Չէ, հակասություն չկա, որովհետև եթե հակասություն լիներ, առաջի օրը համայնք չէինք բացի։ Հակասություն չկա, միշտ Չեռնոգորիայի հետ անցյալ խաղում էլ, իմիջիալից անցյալ խաղը նայում էի սպորտակումբում Եվ առաջ խաղակից հետո, երբ որ 2-0 էր, Չեռնագործին ինձ ասում էին, դե լավ ֆուտբոլ խաղակ չգիտեք, ասում եմ, հիմա բան չկա, մի նեղվի։ Ես գնացել չէի նայում, հետո մյուս օրը հանդիպեցի, ասացի ով խաղալ չգիտի։ Մինչև հիմա շատ դժվար են հիշում այդ խաղը։ Ու իմիջիալուց իրանք շատ հայերին իրոք շատ լավ են վերաբերվում ու այս վաղվա խաղը ոչ մի ձևի Ռուսաստանի կամ ուրիշների խաղերի հետ պետք չի համեմատել, շատ նորմալ ամեն ինչ լինել։
Եվ խոսենք այժմ կոնկրետ ֆուտբոլիստի Հենրիկ Մխիթարյանի մասին, գիտենք, որ նա իր ելույթների շնորհիվ այսպես աշխարհին ճանաչեցնել է տալիս Հայաստանը, բնականաբար այստեղ նույնպես նրան ճանաչում են եւ նրա գործոնը, ինչպես է ազդում, որ մյուս ազգերի ներկայացուցիչները, այս դեպքում չեռնոգորացիները ավելի լավ ճանաչեն հայերին։ Հենրիկ Մխիթարյանը իրոք շատ բան է անում հայերին ճանաչելու համար աշխարհում, պարզ է, որ Չեռնագորայում է բոլորը գիտեն, որ Մխիթարյանը հայ է, ու ասում են, որտեղ չեռնագործիկ շատ սպորտային ժողովուրդ են, սպորտ սիրող են, մանավանդ ֆուտբոլ, բասկետբոլ, շատ ուժեղ թիմեր ունեն։ Իմ տղան ֆուտբոլ է պարապում, Մխիթարյանի վերնաշապիկն է հագնում, հա, Մարսելը։ Բոլորը ճանաչում են, բոլորը գիտեն, որ հայ են ու բոլորը ասում են դուք տենց ֆուտբոլիստ ունեք, մեզ դժվար կլինի ձեր հետ խաղալ։ Եվ առաջիկա մրցավեճում ըստ ձեր տեղեկությունների հայերը պատրաստվում են ներկա գտնվել խաղին եւ ինչ քանակությամբ է լինելու նրանց ներկայությունը մարզադաշտում։ Այո, իհարկե ներկա են լինելու, համարյա բոլորը, ով ապրում է Չեռնագորայում ներկա կլինեն, բացի հայերից շատ մեր ընկերները, ռուսները, ուկրաինացի, ուրիշ ազգերի ներկայացուցիչները գալու են ֆուտբոլի ու Հայաստանին երկրպագելու են։ Լավ, շնորհակալություն պարոն Զաքոյան, ձեզ հաջողություն եք մաղթում ձեր գործունեության մեջ։ Հարգելի մարզասերներ, մնացեք Viva News-ի հետ եւ հետևեք մեր հետագա թողարկումներին։